Պարոն Վարդանյան, չեմ կարող չանդրադառնալ այդ վերաբերմունք համագործակցող անձանց նկատմամբ եւ վերաբերմունք քաղաքացիների դիմումներին։ Վերջին 1 տարվա ընթացքում բոլոր դիմումները, որի վրա գրված է գլխավոր դատախազին կամ իմ անուն ազգանունն նշված, մակագրվում է ուղիղ ինձ։ Չի գնում ոլորտային տեղակալներին եւ ես օրական մոտավորապես 70-ից 100 մենակ դիմում եմ կարդում, մակագրում եւ սկողական քարտեր եմ սահմանում ու տեսնում եմ, որ շատ հաճախ այդ հարցերը հեշտ լուծելի հարցեր են, ուղղակի պետքա պատշաճ ժամանակ հատկացնել ու կարդալ։ Մենք, օրինակ, մեր աշխատանքի ձևաչափը այս վերջին 1 տարվա ընթացքում կարող եք նաև այսպես ոչ ֆորմալ քննարկումների արդյունքում ճշտել, դատախազները բոլոր այս դիմումներին հսկողական քարտերով հետևողական են, ընդունում են մարդկանց, լսում են մարդկանց, շատ հաճախ բացատրում են, եթե այլևս իրավապահ համակարգը անելիք չունի, բացատրում են, թե ինչ իրավիճակում են քաղաքացիները գտնվում եւ դա դեպքերի մեծամասնությունով, կարող եմ ասել, դեպքերի 80%-ով դադարեցնում են այդ անիմաստ փաստաթղթաշրջանառությունը, մարդիկ հասկանում են ինչա տեղի ունեցել։ Եվ այստեղ նաեւ վերաբերմունքը համագործակցող անձանց նկատմամբ։ Մենք ինչ-որ ժամանակ քննարկում ենք պատգամավորներից մեկի հետ այդ նույն գործուն զղջալու ինստիտուտի կիրառման առանձնահատկությունների մասին։ Հիմա մենք ունենք դեպք 43 անց, մի քանի անգամ այդ օրինակը բերել եմ, բայց ինքը շատ մեծ բնորոշ դեպք է, 43 անց տվել է կաշառք վարորդական վկայական ստանալու համար։ Հիմա ոնց եք պատկերացնում, ես 46 հոգու, այսինքն 43 անձի, որոնք տվել են կաշառք, եւ պլյուս 3 անձ, որոնք հիմնական այս մեխանիզմի այսպես ասած ստեղծարարն են եղել եւ այդ կաշառքները ստացել են կամ միջնորդել են այդ կաշառքները, բոլորին միասին ուղարկում եմ դատարան։ Մեր միջին հաշվարկներով ինչքան կտևի վարույթը։ 50 տարի, 50 տարի, որովհետև վստահաբար 50 տարի ես դες ժամանակագրությունն էլ կարող եմ տալ, որովհետև ես մեծ քանակի մեղադրյալներով վարույթներ գրեթե թույլ չեմ տալիս, եթե նկատել եք կոռուպցիոն գործերով գնան դատարան, ինչու որտեղ այդ վարույթները չեն ավարտվում։ Ամեն մեկի փաստաբանը մի օր նիստի չի գալիս։ Դրա համար մենք ինչ ենք անում, անձանց, որոնք համագործակցել են տվողներին, կաշառք տվողներին, անձանց, որոնք զղջացել են հիրավի, անձինք, որոնք օգնել են մեզ իրենց ունեցած տեղեկատվությունը փոխանցելով, գործուն զղջալու ինստիտուտն ենք կիրառում եւ այս մարդկանց հնարավորություն ենք տալիս մեկ անգամ սխալվելու։ Իհարկե դա մեկ անգամյա հնարավորություն է, գիտեք, օրենքն ասում է առաջին անգամ։ Եվ այս պարագայում մենք կարողանում ենք երկու խնդիր լուծել։ Առաջին հերթին նախ մարդկանց բացատրել ինչն է ճիշտ, ինչն է սխալ, եւ մարդիկ, որոնք հասկանում են երկրորդ անգամ վստահաբար այդ արարքը կամ քիչ հավանական այդ արարքը կկրկնեն, խնայում ենք արդարադատության ռեսուրսը, որովհետեւ կաշառք ստացողներին, որոնք ըստ էության 3-ով են գնում դատական նիստին եւ մենք ունենք արդեն գրեթե ամբողջ սխեման բացահայտված, դատարանին մեծ դժվարություն չի վերջնական դատական ակտի գալ։ Եվ մենք խնայում ենք արդարադատությունը, արդարադատության ռեսուրսը։ Ես կարծում եմ մենք այս պարզեցված վարույթները եւ այս համագործակցման վարույթները պետք է մաքսիմալ շատ կիրառենք եւ օրինակ անցյալ տարի հակակոռուպցիոն կոմիտեն մի քիչ սրտնեղել էր, որ այ մեր դատարան ուղարկած անձանց քանակը քիչ է, հա քիչ է։ Քիչ է, որովհետեւ բոլոր այն իրավիճակներում, երբ որ մենք կարողացել ենք գնալ պարզեցված վարույթներին, մենք այդ գործիքակազմը կիրառել ենք եւ շարունակելու ենք կիրառել։ Դրա համար ես կարծում եմ, որ սա լավազդակ է այս համագործակցային մոտեցումը խթանելու, բայց այստեղ վստահության գործոնը կա եւ մենք կարծում ենք, որ սա էլի ժամանակ է պահանջելու, բայց մենք շատ հետեւողական դրա հետևից գնալու ենք, որ նախ մարդիկ ճանաչեն մեզ, կոնկրետ դատախազներին, եւ այդ ճանաչելու արդյունքում ունենան նաեւ վստահության այդ որոշակի քանակը, որը հնարավորություն կտա իրենց մեզ հետ համագործակցել եւ այդ համագործակցության արդյունքում խնայել համ արդարադատության ռեսուրսը, համ մեղավորներին կանչել պատասխանատվության։ Եվ այստեղ կարեւոր է նաեւ, պարոն Վարդանյան, մենք խոսեցինք առաջնահերթությունների սահմանման մասին Ելվանի քննարկումների ընթացքում հա մենք առաջնահերթությունները սահմանել ենք եւ կտեսնենք իհարկե ոնց են այս առաջնահերթությունները աշխատում, բայց անսահմանափակ ռեսուրս չկա, նախաքննական ռեսուրսն էլ է սահմանափակ եւ դա պետք է ուղղել կալորիականություն ունեցող գործերի քննությանը։ Այո, կալորիականություն ունեցող կախված եւ այդ հանրային բարիքի տեսանկյունից պարզ էներգիայի պահպանման կանոնով, հա, հարկատուների գումարները ծախսվում են քննության վրա, ուրեմն այդ քննության արդյունքում պետք է ավելի շատ գումար վերադառնա պետական բյուջե, որպեսզի ոչ միայն փակի այդ քննության ծախսերը, այլև նոր հանրային բարիք ստեղծի։ Օրինակ նույն պետական համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում մենք հստակ առաջնահերթություններ ունենք։ Դպրոցներ, մանկապարտեզներ, զբոսայգիներ, ընդհանուր օգտագործման տարածքներ, պատկերացնում եք, եթե այս առաջնահերթությունները չդնենք, հանրային իշխանության բոլոր ոլորտներում մենք կարող ենք ուսումնասիրություն իրականացնել, բայց ունենք 12 դատախազ։ Եվ այս տրամաբանությամբ մենք ամեն տարի նայելու ենք առաջնահերթությունները պետք է փոխել, թե այդ առաջնահերթություններով պետք է շարունակել։ Օրինակ հենց հիմա մենք այստեղ քննարկում ենք, բայց ես ունեմ տեղեկատվություն, որ մեր համայնքներից մեկում մի մանկապարտեզ, որը տարիներ շարունակ
չի օգտագործվել ըստ իր նպատակային նշանակության, հաշտության արդյունքում պիտի վերադառնա այդ նույն համայնքին։ Ու ես կարծում եմ դա է մեր աշխատանքի արդյունավետության գնահատականը։ Տիկին Մինասյանը ինձ 2 անգամ հորդորեց Սահմանադրական դատարանի որոշմանն անդրադառնալ, բայց Տիկին Մինասյան մենք չենք մեկնաբանելու դատարանի որոշումը։ Ես 2 անգամ արդեն ասացի, որ մենք կոնկրետ վարույթի շրջանակներում, հայցի շրջանակներ մեզ համար ակնհայտ է, որ սևով սպիտակի վրա գրված է համապատասխանության մասին։ Այստեղ որևէ, չգիտեմ, ինչ իրավաբանական տերմինոլոգիա է կիրառվում ասելու, որ դա չի համապատասխանում, չէ, համապատասխանում է։ Եվ այստեղ խնդիրը իրավական կիրառման սահմանների հստակեցման մեջ է։ Իմ համեստ կարծիքով այստեղ օրենսդրական փոփոխություններ ինչ որ հրատապ անհրաժեշտություն դեռ չունենք, որովհետև մենք պիտի հասկանանք դատական պրակտիկան, ոնց է նայում ես ինստիտուտի կիրառմանը ու շատ հաճախ հիմա այդ նույն քրեական ենթամշակույթի հետ կապված մենք շտապում ենք օրենքը փոխել, բայց ես հորդորել եմ մեր գործընկերներին մի փոքր սպասել, որովհետև դեռ մեր բարձր դատարանը չունի դիրքորոշում, ֆիզիկապես չի հասցրել այդ դիրքորոշումը արտահայտի։ Թույլ տանք բարձր դատարանը հստակեցնի սահմանները, նոր հասկանանք որտեղ ենք այդ օրենքը փոխելու, որովհետև շատ հաճախ օրենքի փոփոխությունը մեզ թույլ չի տալիս նորմալ այդ օրենքը կիրառել։ Ուստի ես առումով կխնդրեմ, եթե իգիտություն կընդունեք, շատ չշտապել օրենքի հետ կապված փոփոխություններ անելու, հատկապես հարակից օրենսդրությունների մասով մենք ինքներս արդեն որոշակի փաթեթ ուղարկել ենք Արդարադատության նախարարություն, խոսքը քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մասին է, որպեսզի իրավական կիրառման կանոնները ավելի հստակեցվեն։